Հունիսի 29-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օր։ Այս օրը սահմանվել է 2000 թվականից, խորհրդանշում է Արցախյան գոյամարտում անհետ կորած հայրենիների սխրանքն ու նրանց հարազատների անվերջանալի սպասումը։ Ավանդաբար այս օրը հազարավոր մարդիկ, զինվորականներ եւ պետական այրեր այցելում են Եռաբլուր զինվորական պանթեոն հարգանքի տուրք մատուցելու հերոսների հիշատակին։ Սահմանադրական դատարանում իրավիճակը սրվել է դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի հարցադրումից հետո, երբ նա փորձել է արտաքին ազդեցության համատեքստում անդրադառնալ Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաների հայտարարություններին եւ դրանց հնարավոր ազդեցությանը ընտրողների կամքի վրա։ Սաֆարյանի հարցադրումը դժգոհություն է առաջացրել Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանի մոտ։ Նա հայտարարել է, որ հարցադրումը իրականության հետ կապ չունի եւ դատավորի կողմից քաղաքական հայտարարություն է արվում։ Դարվածությունը հասել է այն աստիճանի, որ դատարանի նախագահը ստիպած է եղել նկատողություն հայտարարել Օրբելյանին։ Բարձր դատարան, խնդրում եմ, բարձր դատարան քաղաքական հայտարարություն է կատարվում ամբյոնից, որը որպես հաստատված փաստ։ Խնդրում եմ դադարեցնենք դա։ Ասում եմ կարող է ազդել։ Նստեք մի րոպե, սա այնց հետո առանց դատարանի թույլտվության խնդրում եմ չմոտենալ եւ միկրոֆոնից որևէ արտահայտություն Բարձր դատարան առարկությունները։ Պարոն Օրբելյան, նստեք։ Պարոն Օրբելյան, նկատողություն եմ ձեզ հայտարարում, նստեք։ Մարդիկ պետք է կարողանան կայանել իրենց մեքենաները եւ շարժը շարունակեն հանրային տրանսպորտով։ Այսօր գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով երթևեկության բեռնաթափման նպատակով քաղաքի մուտքերում եւ տարբեր հատվածներում նախատեսվում է ստեղծել խոշոր ավտոկայանատեղիներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ փողոցների լայնացում տեսականորեն հնարավոր չէ։ Մեր փողոցները չեն հնարավորություն չունեն լայնանալու ավել։ Մենք այո ունենք շինարարություններ, Արշակունյացը միացնում ենք Իսակով պողոտային, ունենք խոշոր էլի նոր կամուրջների կառուցման ծրագրեր Հրազդանի կիրճի վրայով, բայց այնուամենայնիվ Երևան քաղաքի նամանավանդ փոքր կենտրոնի փողոցները ավել լայնանալու տեղ չունեն, եւ եթե մենք տարեց տարի, ամիս առ ամիս ավելի շատ մարդատար մեքենաներ ենք ունենում ուղևորա հոսքի մեջ, միակ բանը, որ մենք կարող ենք անել, առաջին բանը, որ մենք պետք է անենք, դա հանրային տրանսպորտի համար բոլոր հնարավոր տեղերում տալ առանձնացված գծեր, որպեսզի հանրային տրանսպորտով ուղևորությունները դառնան ել ավելի արագ, ել ավելի հարմար, եւ երկրորդ քաղաքի մուտքերի մոտ եւ տարբեր հատվածներում առանձնացնել այն կետերը, որտեղ որ մենք ունենալու ենք մեծ ավտոկայանատեղիներ, որտեղ որ մարդիկ թողելու են իրենց անձնական ավտոմեքենան եւ շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով։ Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը։ Նա Վանաձորի բնակիչ 36-ամյա Տիգրան Կարապետյանն է։ Նրա հետ եղած քաղաքացու Վանաձորի 30-ամյա բնակիչ Սևակ Մայլյանի մարմինը հայտնաբերվել էր 2 օր առաջ։ Առեղծվածային ու ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունիսի 27-ին։ Նախ ահազանգ է ստացվել, որ Փամբակ գետում կա դի, ապա դեպքի վայրից մոտ 700 մետր հեռավորության վրա հայտնաբերվել էր Opel Magnishi ավտոմեքենա։ Արդեն դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտե։ Առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում հունիսի 29-ին ժամը 4:50-ի սահմաններում Երևան-Երազխ ավտոճանապարհին մեքենա է այրվել։ Հրշեջ փրկարարները մարելով Nissan Rouge-ի սրահում առաջացած կրակը այնտեղ հայտնաբերել են 3 կիսամոխրացած մարմիններ։ Ավելի ուշ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ 3 մարմինների դուրսբերումից հետո եւս 1 կիսամոխրացած մարմին է հայտնաբերվել։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ նախաձեռնվել է վարույթ դյուրավար կամ այրիչ նյութերի պահպանման հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ հոդվածով։ Նյուզեյեմին էլ տեղեկություններ են հայտնի դարձել, որ մեքենայի հրդեհի հետևանքով մահացած 4 ուղևորները Աբովյանի բնակիչներ են։ Նրանք գիշերը ժամը 3-ի սահմաններում դուրս են եկել Երկրապահ կամավորականների միություն Աբովյանի տարածքային բաժանմունքից եւ շարժվել դեպի X զորամաս հարազատի տեսակցության նպատակով։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կառավարության Հայոց ցեղասպանության նախագիծն ընդունելու վերաբերյալ որոշումը։ Իսրայելի կառավարությունը փորձում է թաքցնել իր սեփական հանցագործությունները 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ քաղաքական որոշում կայացնելով։ Իսրայելի որոշումը քաղաքական բնույթ ունի եւ անտեսում է պատմական եւ իրավական փաստերը, պնդել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Անկարան նաեւ կարծում է, որ այս քայլը ընդգծում է այն իրավիճակը, որում Նեթանյահուն եւ մյուս իսրայելցի պաշտոնյաները
Պաշտոնյաները հայտնվել են Գազայի հատվածում իրենց գործողությունների վերաբերյալ միջազգային իրավական գործընթացների ֆոնին։ Թուրքիան մտադիր է կանգնեցնել Իսրայելի քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանը ապակայունացնելուն եւ պատասխանատվության ենթարկել պաղեստինցի քաղաքացիների դեմ հանցագործություններ կատարողներին։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը ներկայացրել էր բանաձև ճանաչելու հայոց ցեղասպանությունը։ Երեք տեղի ունեցած նիստի ընթացքում նա հայտարարել էր. «Երբեք ուշ չէ ճիշտ գործել»։ Նրա հետ համաձայնել էր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ հաստատել, որ կճանաչեն հայոց ցեղասպանությունը։ אני מודה לממשלת לבנון ולעם בלבנון. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօրվա կառավարության նիստում զգուշացրել է, որ Իսրայելը շատ լուրջ է ընդունում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հռետորաբանությունը։ Հրեական պետության հասցեին նա նաև նշել է, որ մտադիր է հրավիրել ԱՄՆ-ի ուշադրությունը։ Այս մասին գրել է The Times of Israel թերթը հողմանելով վարչապետի գրասենյակին։ Մեջբերում Հազիվ թե մի օր անցնի, որ Էրդողանը կոչ չանի ոչնչացնել Իսրայել պետությունը։ Մենք այս խոսքերը շատ լուրջ ենք ընդունում, որովհետև եթե մեր ժողովրդի պատմությունը մեզ ինչ-որ բան սովորեցրել է, ապա այն, որ երբ ինչ-որ մեկը ասում է, թե մտադիր է ոչնչացնել քեզ, դրան պետք է լուրջ վերաբերվել։ Վարչապետի խոսքերը մեջբերել է թերթը։ Երկու միմյանց աջակցող պետությունների միջև հարաբերությունները լարվեցին, երբ Թուրքիան սկսեց դատապարտել Իսրայելի քաղաքականությունը եւ միացավ նրա դեմ բացված դատական գործերին։ Իսրայելցի պաշտոնյաները մերժեցին Թուրքիայի քննադատությունները, իրենց հերթին մեղադրելով Էրդողանին ահաբեկչական խմբավորումներին, մասնավորապես Համասին աջակցելու, ինչպես նաև սեփական երկրում քրդերի իրավունքները ոտնահարելու համար։ Հարաբերություններն էլ ավելի սրվեցին, երբ հունիսի 28-ին Բենյամին Նեթանյահուն հայտարարեց հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու եւ անցյալ դարում Օսմանյան կայսրության ոճրագործությունը դատապարտելու մասին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտնել է իրանական 6 միլիարդ դոլարի ակտիվների ապասառեցման մասին։ Ըստ ԻՌՆԱ գործակալության, Կատարում գտնվող իրանական 12 միլիարդ դոլարի ընդհանուր գումարից 6 միլիարդ դոլարը ապասառեցվելու է եւ վերադարձվելու է։ Այդ միջոցների մնացած մասը վերադարձնելու աշխատանքները նույնպես շարունակվում են, հայտարարել է Իրանի նախագահը։ Մասուդ Փեզեշքյանը Իրանի եւ ԱՄՆ-ի միջև վերջերս կնքված համաձայնագիրը որակել է որպես Իրանի ժողովրդի համար կարևոր ձեռքբերում եւ նշել, որ դրա շրջանակներում հանվել են պատժամիջոցները նավթի եւ նավթաքիմիական ոլորտներում։ Անկորիջում կայացած բանակցությունների ժամանակ ռուսական կողմը համաձայնել է գնալ Ուկրաինայի հարցով Միացյալ Նահանգների ձևակերպած փոխզիջումներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով, թեև Անկորիջի ոգին չի ամրագրվել որևէ պաշտոնական փաստաթղթով եւ ոչ մի ստորագրություն չի դրվել, սակայն կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտության դադարեցման որոշակի հնարավորություններ։ Պուտինը շեշտել է, որ քննարկված փոխզիջումները հենց այն առաջարկներն էին, որոնցով ամերիկյան կողմն է դիմել իրենց, եւ Ռուսաստանը տվել է իր համաձայնությունը։ Իրենք այժմ սպասում են ամերիկացի բանակցողների այցի Մոսկվա եւ պատրաստ են շարունակել Ալյասկայում շոշափված թեմաների քննարկումը։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Յարոսլավ Լում սինագոգի հրկիզումը։ Իրավապահները ձերբակալել են միջազգային ահաբեկչական կազմակերպության հետևորդին, որը պատրաստվում էր այնուհետև մեկնել Սիրիա։ Պակիստանի օդուժը հարվածներ է հասցրել Աֆղանստանի սահմանամերձ տարածքներին, զոհվել է ավելի քան 30, վիրավորվել մոտ 100 մարդ։ Հարվածների հետևանքով Պակտիա նահանգում բնակելի տուն է ավերվել։ Աֆղանստանի գերագույն առաջնորդի մամուլի քարտուղար Զաբիուլլա Մոջահեդի խոսքով հարվածների են ենթարկվել նաև Պակտիկա եւ Հոստ նահանգները։ Իսլամաբադն իր հերթին հայտարարել է, որ լավ ծրագրված գործողություն է իրականացրել ի պատասխան գնդակոծությունների։ Իսրայելը եւ Լիբանանը հայտարարել են երկարատև հակամարտությունը պաշտոնապես դադարեցնելու եւ համապարփակ խաղաղության պայմանագրի նախապատրաստման մեկնարկի մտադրության մասին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայելի եւ Լիբանանի դեսպանների հետ միասին հայտարարել է շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին, որը բնութագրվել է որպես խաղաղության առաջին քայլ Լիբանանյան Հեզբոլլա զինյալ խմբավորման եւ Իսրայելի միջև ամիսներ տևած հակամարտությունից հետո։ Պաշտոնյաները դեռևս չեն բացահայտել համաձայնագրի մանրամասները։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն Գվիրը Լիբանանի հետ կնքված համաձայնագիրը անվանել է պատմական սխալ։ Մեջբերում Լիբանանի հետ կնքված համաձայնագիրը պատմական սխալ է, սարսափելի բաց թողնված հնարավորություն եւ ողբերգություն ապագա սերունդների համար։ Տելեգրամյան իր էջում գրել է Բեն Գվիրը։
Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի ունեցած 7.5 մագնիտուդով 2 հզոր երկրաշարժերի հետևանքով վերջին տվյալով զոհվել է առնվազն 1450 մարդ, ավելի քան 3100-ը վիրավորվել են, իսկ տասնյակ հազարավոր բնակիչներ դեռևս համարվում են անհետ կորած։ Այս աղետի ֆոնին Լա Գուայրա նահանգում փրկարարական բրիգադներին հաջողվել է ավելի քան 11 ժամ տևած աշխատանքների արդյունքում փլատակներից 86 ժամ անց ողջ դուրս բերել 60-ամյա կնոջ։ Նա ուղղաթիռով տեղափոխվել է Կարակասի հիվանդանոց, վիճակը կայուն է, իսկ բժիշկները հրաժարվել են բուժման համար գումար վերցնել։ Միևնույն ժամանակ համացանցում մեծ տարածում է գտել աղետի հենց առաջին վայրկյանների տեսանյութը, որը արվել է լողափին եւ ֆիքսել է շենքերի փլուզման ու համատարած խուճապի պահը։